ինչը հաշվի առնելով, որ Տկենը շատ անգրագետ եւ սխալ հաղորդում էր ներկայացրել, համենայն դեպս ճգնաժամային ընդհանրապես կապ չունեցող կետերը պետք է լցվեր, բնականաբար բոլորով միասին լցվել են սխալ ինֆորմացիա, մեղմ ասած սխալ ինֆորմացիա ներկայացնում։ Օրինակ Սևանի Ես ներողություն եմ խնդրում հարգարժան նախագահող վարման կարգով մի դիտարկում։ Ես խնդրում եմ զեկուցողին կոռեկտության կոչ անել եւ զեկույցի ելույթի մեջ զերծ մնալ որակումներից, քաղաքական գնահատականներից եւ կոռեկտությունից դուրս արտահայտություններից, այլապես չգիտեմ ինչի կվերածվի։ Շնորհակալություն։ Պարոն կառավարիչ, նախ առաջինը դուք երևի հասկացել եք, մի րոպե, չէ՞, բան ասում, նախ ելույթից ես կարող մոռանամ, Սահմանափակելով բացարձակապես ձեր խոսքի ազատության իրավունքը եւ ժամանակը, բայց այնուամենայնիվ մինչեւ արդեն 30 քանի րոպե խոսում եք եւ բազմիցս վիդեոական գնահատականներ տվեցիք, կարող եք գնահատել երևույթը, բայց առանց ինչ որ տենց պիտակավորելու։ Խնդրում եմ երկու ջանցեք եւ Նախ առաջին ուզում տեղեկացնել կառավարիչին, ինքն էլ բոլորն էլ, այսպես ասած, տեղյակ են, որ սպառնալիքներով իմ հետ խոսել հնարավոր չի, չգիտեմ ինչի կվերածվի, ինչի Դուք եք այս բանի սպառնալիքներով խոսում, պարոն Ղազարյան։ Ով ասաց կվերածվի, չգիտեմ ինչի։ Չէ։ Պարոն Մեսրոպյան, Բա մենք ուզում ենք աշխատանքային, ուզում ենք աշխատանքային ընդհանրապես ես ամեն ինչ արել եմ, որ Բայց չեք լսում, ով ասաց կվերածվի, չգիտեմ ինչի։ Ես։ Չէ, ես ասում եմ, որ իսկապես պետք է կարողանանք փոխադարձ արգանքի մտնոլորտում սպառնալիքի մասին չպիտակավորումների մասին, Պարոն Մեսրոպյան, չի կարելի։ Շարունակեք ձեր ելույթը, իհարկե չի կարելի, իհարկե շատ բան Թույլ մի տվեք ընդհատել, ես էլ կոռեկտությունը չեմ անցնում։ Առաջինը սպառնալիքի լեզվով ոչ մեկի մեջ չխոսամ եք, երկրորդը գիտեք շատ լավ որ չեմ վախենում, չեմ վախեցել, չեմ էլ վախենալու։ Եվ երկրորդը Եթե կառավարիչը եւ հանձնաժողովի աշխատակազմը իրենց թույլ են տալիս նյութերու մեջ մեզ սարքել հանցագործ, սխալ թվեր գրել, բարիզբոր իմաստով, հետո իրենք իրենց էլ հերքում են, ասում են դե քաղաքական հանձնական է, չգիտեմ ինչ ուզում գրում ենք եւ այլն, այդ ամենը չի համարվում վիրավորանք, ես ընդհանրապես որ ասում եմ սուտ եւ կեղծ տեղեկություն համարվեց վիրավորանք։